Սա եւս մի քիչ բախուճ է, բայց կփորձեմ բացատրել այս հարցը, հա։ Վերաբերվում է սահմանադրական փոփոխություններին։ Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Հայաստանի Հանրապետության սահմանության փոփոխությունից հետո։ Այնուհետև նոյեմբերի 22-ին, 2 օր հետո, Մարզամերիկային համալիրում կայացած համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Հետևյալ դատողություններից որի հետ եք համաձայն, 3 դատողություն եք առաջադրել, հա, եւ հասկանալ։ 7.3%-ը նշում է, որ Հայաստանի Հանրապետությանին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, այսինքն համաձայնվում է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այս նախաձեռնության հետ։ 20.7%-ը նշում է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության մեջ, եւ 57.1%-ը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Մենք այստեղ բերել ենք նաև նախորդ փուլերի տվյալները, երբ որ մենք անդրադարձել ենք այս խնդրին, փետրվար 25, հուլիս 2024 եւ հունվար 2024, եւ տեսնենք ամենանվազդ ցուցանիշը երբ է եղել է հուլիս 2024 թվականին եւ բերել ենք նաև այն ժամանակվա հարցի ձևակերպումը, թե ինչ իրադարձություններից հետո ենք մենք դա հարցրել։ Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Ինչ եք կարծում, արդյոք Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը պետք է փոփոխվի։ Այդ պարագայում, երբ որ մենք հարցրել ենք այդ հայտարարությունից հետո, միայն 3.3%-ն է ասել, որ պետք է դրան համաձայնվել, այսինքն այդ Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող մեսիջները հստակ բերում են նրան, որ մեր հասարակության մեջ այդ հակազդեցությունը մեծանում է։ Հիմա նույն այս հայտարարությունները եւ այս վերջի 2-3 ամսվա ընթացքում գնալով հաճախակի այդ հարցի բարձրացումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից բերել են եւս ցուցանիշի նվազման, տեսնում ենք հունվարի 24-ին, երբ որ միայն Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ պետք է փոփոխություն լինի, հունվար 24-ին 13.4%-ը ասել էին, որ միգուցե պետք է փոփոխվի սահմանադրությունը։ Բայց երբ որ կան այդ հայտարարությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, մենք ունենում ենք նվազագույն ցուցանիշներ եւ նվազագույն համաձայնություն մեր հասարակությունը, որ պետք է փոփոխվի։ Այսինքն ես կարծում եմ, այստեղ նայեք հուլիսի 80.3%-ը նշել է, որ պետք է մնա անփոփոխ, հա, որ մեր հասարակությունը մերժում է այդ արտաքին թելադրումները եւ սա պետք է հաշվի առնվի հետագա եւ իշխանության կողմից եւ նաեւ Ադրբեջանի կողմից, եթե իրանք ցանկություն ունեն իրականում խաղաղություն հաստատել, ապա իրենց կողմից են տորպեդահարում այդ նախաձեռնությունը։ Եվ ամենահետաքրքիր հարցը կարծում եմ, որ ձեզ բոլորին հուզում է, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ 16.5% նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ըստ մի փոքր նվազում կա, 0.7 թե 0.8%-ի նվազում իրանք ունեն։ Մեր ձևով շարժումը 7.2%, այստեղ ունենք մենք բավականին մեծ փոփոխություն, ցավոք սրտի բացասական փոփոխություն, նախորդ հարցումները մենք իրականացրել էինք օգոստոսի վերջում եւ իրենք գրանցել են բավականին թռիչքային աճ 13.2%, կարծեմ 2% էին գրանցել ցուցանիշը, թե 13.4% եւ դա 5 անգամ ավել էր հունիսի վերջում իրականացած հարցումներից, այսինքն այդ թռիչքային աճը, որը որ գրանցված էր, ցավոք սրտի բացի նրանից, որ չի պահպանվել, այլ նաեւ անկում է ապրել։ Այստեղ ես պետք է ասեմ, որ ես այն ժամանակ էլ ասում եմ, որ այդ ցուցանիշը, որը որ գրանցվել էր, դա միայն եւ միայն Սամվել Կարապետյանի ֆիգուրի հանգամանքով էր պայմանավորված։ Ես հույս ունեի, որ աշխատանքը մեր ձևով այդ շարժման կավելացնի որոշակի առումով իրենց ցուցանիշը, բայց տեսնում ենք հակառակը պատկերը, ես կարծում եմ իրենք պետք է բավական լուրջ ուշադրություն դարձնեն այն ձևաչափի եւ
բովանդակությանը, որով իրենք աշխատում են։ Հայաստան դաշինք 6.8%, մի փոքր դրական շարժ կա։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին երկար ժամանակահատվածում գրանցում է դինամիկ աճ եւ 4.5% է, եթե ուշադրություն եք դարձնում այս արդեն իսկ այս 4 ուժերը հաղթահարում են այն բարիերը, որ հայտնվել են ազգային ժողովում։ Դոկ կուսակցությունը, ես կարող եմ ասել, որ գրեթե մոտիկ է այդ շեմին 3.8% եւ իրեն եւս կարելի է դասել այդ ցուցանիշի մեջ, որովհետեւ մենք այստեղ ունենք հրաժարվում են պատասխանել կամ դժվարանում են պատասխանել ցուցանիշներ եւ կարծում այստեղից կան որոշակի քանակություն մարդկանց, ովքեր որ չեն ասում, բայց որոշել են թե ում են տալու ձայնը։ Հայաստանի Հանրապետական կուսակցություն 2.7%, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 2.3%, սա եւս վերջի մեր 5 հարցումների ընթացքում կուսակցությունը դուրս է գալի եւ բավականին եւս լավ ցուցանիշներ է ցույց տալիս։ Միասնության թևեր կուսակցություն, որը վերջերս է ստեղծվել, 1.5%, Հանրապետություն կուսակցություն 1.5%, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն 1.4%, ես վերջերս կարծեմ իրենց համագումարը տեղ ունեցավ, հա։ Լուսավոր Հայաստան կուսակցություն 1.2% եւ Հայ ազգային կոնգրես կուսակցություն 1.2%։ Սրանք այն այս վերջի հարցումներով իրականացած երևացող, հա, քիչ թե շատ ռեյտինգ ունեցող կուսակցություններ, որոնք որ կարող են ունենալ հավակնություններ կամ հայտնվելու ազգային ժողովում կամ դաշինքային որոշակի ձևաչափով հայտնվել ազգային ժողովում։ Այլ նշել են 2.4%, հրաժարվել են պատասխանել այս հարցին 10.6%, դժվարացել են պատասխանել 22.4% եւ ընդհանրապես չեմ քվեարկի նշել է 14.1%։